Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրություններ, հայտարարություններ անելով, եւ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում ամեն տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտարակ արդյունքի են ականատես լինում։ Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով։ Այսօր էլ նախագահականից հայտնեցին, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Անգամ Հայաստանի Հանրապետության նախագահի կայքեջը նայելու եւ ուսումնասիրելու դեպքում կտեսնեք, որ Վահագն Խաչատուրյանը բացի պաշտոնական այցերից, կարգադրություններից, դատավորներ եւ դեսպաններ նշանակելուց, մեկնում է հուղարկավորությունների եւ շնորհավորական ուղերձներ է հղում։ Այսինքն ստացվում է, որ միայն հրամանագիր ստորագրելու կոչում տալու համար մոտ 1 միլիարդ դրամի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր եւ պատերազմի մեղքը մերն է։ Հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայում հայտնվել էր միջազգային սկանդալի կիզակետում եւ միջազգային զլմների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր զլմները ֆիքսել են Խաչատուրյանին Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ի դագաղի մոտ լուսանկարվելիս մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված էր։ Սպասենք Հռոմի Պապի հուղարկավորության ժամանակ նախագահի նոր լուսանկարներին։